Փակ են Եվրոպայի աչքերը, համոզվել են դաշնակցական երիտասարդներն ու թղթե այս մեծ ակնոցը սարքել, բերել Եվրամիության հայաստանյան պատվիրակության գրասենյակի դիմաց։ Գուցե սա օգնի եվրոպական կառույցին տեսնել ինչ է կատարվում իրականում Փաշինյանի իրական Հայաստանում։ Մենք կույր չենք, ի տարբերություն իրենց, եթե իրենք կույր են կամ տեսողական խնդիրներ ունենք, ապա խնդրեմ կարող են օգտվել սրանից, գուցե տեսնեն ու հասկանան, որ հայ ժողովուրդը գիտակցում է, հասկանում է եւ նաև իր հասկացածը արտահայտելու է հունիսի 7-ին։ Երկու լուսանկար են երիտասարդները տեղավորել այստեղ։ Մեկում Նիկոլ Փաշինյանն է, իրեն քննադատող կնոջը քաշքշելիս ու նրա վրա գոռալիս։ Մյուսում Ազատի կացարանում այրված զինվորներից մեկի պապիկն է, որին Սպիտակ քաղաքում Փաշինյանի քարոզարշավի ժամանակ հենց նրա հրահանգով ոստիկանները ոլորել էին թևերն ու բերանը փակելով հեռացրել Փաշինյանի տեսադաշտից։ Չգիտեմ ուր է տանում։ Տարիներ շարունակ Եվրամիությունը եղել է Հայաստանի գործընկերը ժողովրդավարական զարգացումների հարցում։ Եվ մենք այսօր պահանջում ենք, որպեսզի Եվրամիությունը հավատարիմ լինի իր սեփական արժեքների նկատմամբ։ Չի կարող եվրոպական էլիտան գալ Հայաստան խոսել ամեն ինչից, բացի հայ ժողովրդին իսկապես հուզող հարցերից, պնդում են ակցիայի մասնակիցները։ Ասում են անարդար է չխոսել Ադրբեջանում պահվող հայ գերիներից, արցախցիների վերադարձի իրավունքից, Ադրբեջանի նախագահ Ալիևի սպառնալիքներից, միայն քաղցր խոսքեր շռայլել Հայաստանի վարչապետին։ Մեզ պարզապես վիզաների ազատականացմամբ խաբելը շատ դժվար է։ Մենք չենք կարող համակերպվել մեր հայրենիքի կորստի հետ, դրա դիմաց ստանալով վիզաների ազատականացում, դա էլ դեռ հարց է, էլի իրականում հնարավոր է, հնարավոր չի, ուղղակի եթե շատ պարզ ամենատարրական գիտելիքը ունենք, կարելի է ուղղակի դիտարկել Վրաստանի փորձը։ Ստելլա Հունանյանը խնդրում է իր տարիքակից երիտասարդներին չոգևորվել վիզաների ազատականացման մասին Փաշինյանի խոստումներից, քանի որ հիմա իր պնդմամբ Շենգեն վիզա ստանալն ավելի բարդ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, քան երբևէ։ Ուզում եմ հիշեցնել բոլոր երիտասարդներին, որ վիզայի համար դիմելու այդքան տևական հերթերի մեջ սպասելը այս իշխանությունների օրոք է էլի եղել։ Ուղղակի այս իրականությունից փախնելը, չգիտեմ, մեզ մինչև ուր կարող է էլի հասցնել։ Եվրոպական միության հայաստանյան գրասենյակից ոչ ոք դուրս չեկավ լսելու ակցիայի մասնակիցներին։ Նրանք մեծ սպասելիքներ չունեն, միայն հույս ունեն գոնե հետահայաց նայել Փաշինյանի ղեկավարած 8 տարիների ընթացքում քանի քաղաքացու իրավունք է ոտնահարվել։ Մի բան, որն իբրև կարմիր գիծ է Եվրոպական միության համար։ Լիլիթ Գասպարյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։